Իմ ձեռքում նկարչուհիներ Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների կյանքից դավթարը գիրքն է։ Այն նոթատետրը, որտեղ քույրերը գրել են իրենց ճամփորդությունների, նիստ ու կացի եւ ապրելակերպի մասին։ Եթե չկարդաս նրանց նոթատետրը, ապա նրանց պատկերասրահ թանգարանը կպատմի իրենց մասին։ Գյումրու կենտրոնական հրապարակում Աբովյան փողոցում է գտնվում Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների պատկերասրահ թանգարանի շենքը։ 1980-ական թվականներին Ասլամազյան քույրերը որոշում են Գյումրիին նվիրել իրենց կտավները։ Լենինական քաղաքի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե այս շենքը տրամադրեն իրենք իրենց երկու քույրով մոտավորապես 650 աշխատանք կնվիրեն քաղաքին եւ բայց մի պայմանով, որ սա կլինի իրենց պատկերասրահ։ 87-ին բացվել է պատկերասրահան, 88-ի երկրաշարժին մի փոքր վնասվածք ուներ շենքի մի հատվածում, որից հետո վերանորոգվեց Լինսի հիմնադրամով 2004 թվականին նորից վերաբացվեց որպես պատկերասրահ եւ մինչ օրս աշխատում է։ Ալեքսանդրապոլի ժամանակվա շենք է, 1800-ականների շենք է, ինքը Քեշաններին է պատկանել, հետո գիմնազիա է եղել, հետո խանութ առաջի հարկում, մտերային խանութ է եղել, երկրորդ հարկում բնակելի տարածք է եղել, երկրաշարժից հետո իհարկե նորից բնակ տարածք դարձավ ինքը անօտևանների համար, 2004-ին վերանորոգվելուց հետո վերաբացվեց որպես պատկերասրահ։ Այս շենքի հետ կապված առասպելներ կան։ Ասում են բակի մի հատվածում մի քանի ամիս ապրել է Արմեն Տիգրանյանը ու այդ ժամանակ էլ գրել է Անուշ օպերան։ Ասլամազյան քույրերը մեծացել են մշակութային միջավայրում։ Մարիամ Ասլամազյանը գրում է. Հայրս մտերիմ էր ճարտարապետ Թորամանյանի Բունյաթովի նկարիչ Տարագրոսի հետ։ Հաճախ էին այցելում պրոֆեսոր Մարի հետ։ Մենք միշտ դաշտում Ուռենիների արանքում մեծ սեղան էինք բացում։ Հայրս սիրում էր արժանավոր մարդկանց հյուրընկալել։ Ասլամազյան քույրերը միասին աշխատել են կես դար եւ ավելի, բայց յուրաքանչյուրն ունի իր հստակ ձեռագիրը։ Մարիամի նկարներում կան վառ գույներ եւ կտրուկ կոնտրաստներ, մինչդեռ Երանուհու աշխատանքներն աչքի են ընկնում իրենց մեղմ գույներով։ Ասում են նկարիչները չեն սիրում պատմել իրենց կտավների մասին։ Ամեն մեկը պետք է ինքը նայի, հասկանա, ընկալի այն ապրումները, որոնք ունեցել է նկարիչը։ Սակայն մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք տեսողության խնդիր ունեն։ Նրանց աշխարհի գույներն այլ են, բայց Ասլամազյան քույրերի թանգարան այցելելիս այս մարդիկ կարող են նաև շոշափելով զգալ նկարի հմայքն ու գեղեցկությունը։ Այս աֆրիկյան նատյուրմորտն է Երանուհի Ասլամազյան, ինքը օրիգինալը կտավ յուղաներգ է, հա, շոշափելի կրկնօրինակը դրված է այստեղ, թույլ տեսնող կամ կույր մարդիկ, նաև կրթական ծրագիր է երեխաների համար, կարող են շոշափել եւ նկարը պատկերացնել։ Թույլ տեսնող մարդկանց համար է ինքը, որովհետեւ ֆորմաներով կարողանան կարդալ։ Նաև նկարի նկարագրությունը կա բրալյան լեզվով, հա, որը մարդիկ չտեսնողները կարող են շոշափել եւ կարդալ ամբողջ ինֆորմացիան նկարի մասին։ Այս առաջարկությունը հիմնականում եկել է ICOM Հայաստանից, որը մենք ուրախությամբ ընդունեցինք եւ շարունակեցինք մինչ այսօր եւ նաեւ կարող է այս տարի ինքը ունենա ձայնային մասը, որովհետեւ շատ չտեսնող մարդիկ նաեւ չեն կարող կարդալ այդ բրալյան լեզուն եւ փորձենք այս տարի նաեւ ձայնային մասը տնենք, որովհետեւ մարդը կարողանա նաեւ ձայնով լսել այդ ինֆորմացիան։ Ասլամազյանների թանգարան պատկերասրահը Գյումրիում դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրը։ Թվերն են խոսում այդ մասին։ 2024 թվականին թանգարանն ունեցել է 12000 այցելու։ Մասնավորապես Ասլամազյան թանգարանում ջեռուցման խնդրից մինչև շարժական պատերկետային լուսավորություն, ինովացիոն տեխնոլոգիաներ եւ ներառականության ուղղված ծրագրեր իրականացվել են 5-6 տարիների ընթացքում։ Այս պատկերասրահը եզակի է Հայաստանում այն առումով, որ այստեղ ցուցադրվում են միայն կին արվեստագետների աշխատանքները։ Գյումրիի պատկերասրահի բացը մասնակիորեն լրացնում է այս թանգարան պատկերասրահը եւ ասած ժամանակավոր ցուցադրությունները եւս այդ մասին են խոսում եւ ամենակարևորը կարծում եմ Ասլամազյանները նախ եւ առաջ որպես կերպարել հետաքրքիր էին մարդկանց եւ երբ մենք պատմում ենք երկու հզորագույն կանանց եւ ամբողջ աշխարհը ճամփորդած կանանց կյանքի դրվագները, դա կարող է լինել նաեւ յուրատեսակ մոտիվացիա։ Ասլամազյան քույրերի պատկերասրահ թանգարանը մի յուրահատկություն էլ ունի։ Շենքի ամենագեղեցիկ հատվածից պատշգամբից երևում է ողջ Գյումրին իր գեղեցկությամբ։
ինչը շատ նման է քույրերի ստեղծած գույներին։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։